Եթե պետության ղեկավարը չի վճարվում ժողովրդի կողմից, ուրեմն պարտական չի ժողովրդին։ Եվ պարտականը նրան, ում կողմից որ վճարվում է։ Հիմա դուք պատկերացրեք, դուք ունեք մի կազմակերպություն, որն ունի տնօրեն, դուք սեփականատերն եք այդ կազմակերպության, բայց տնօրենը գումար չի վերցնում։ Ում է պարտական տնօրենը, ձեզ պարտական կլինի, թե պարտական չի լինի։ Ամենաթանկ ղեկավարը 1 դրամանոց ղեկավարն է։ Ու երբ որ Տաշիր Սամոյի ներկայացուցիչները հայտարարում են, որ իրենց վարչապետը ստանալու է 1 դրամ, դա նշանակում է, որ նրանք պաշտոնապես անոնս են անում վերահաս կոռուպցիան, որովհետև պետությունը բարեգործական հիմնարկ չի։ Բյուջեն ձեր օբշյակը չի, որ դուք երբ ոնց ուզեք այդ բյուջեից հավելագրումներ անեք եւ ասեք, որ անվճար ենք աշխատում։ Ամենաթանկ ղեկավարը 1 դրամանոց ղեկավարն է, որովհետև դու կամ ունես վճարվող իշխանություն կամ գնված իշխանություն։ Ու եթե դու հայտարարում ես, որ պետական բյուջեից աշխատավարձ չես ստանում, նշանակում է, որ դու ժողովրդի գրպանը մտնելու ես սև մուտքից։ Այնքան պարզ է սա, որ հանճարեղ պետք չի լինել հասկանալու համար։ Ես զարմանում եմ, որ այս մարդիկ փորձում են ժողովրդին խաբել այսպիսի պրիմիտիվ եւ տափակ ստերով։